Ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ Կարապետյան ընտանիքի հոգացության ներքո մշտապես եղել են մանկատան երեխաները։ Հանրապետության բոլոր մանկատների շրջանավարտներին տարիներ շարունակ տրամադրվել է ֆինանսական աջակցություն նոր կյանք սկսելու համար։ Նմանատիպ բարեգործական ակցիաները դարձել է արդեն ավանդական։ Այո, այս երեխաները, որոնք ավարտում են մանկատունը, դպրոցը, իրոք աջակցության կարիք ունեն։ Եվ ես ուրախ եմ, որ իրականացում է ճիշտ ժամանակին։ Ամեն տարի յուրաքանչյուր շրջանավարտ ստացել է 300,000 դրամ։ Նրանց համար բացված հատուկ հաշիվներին տարիներ շարունակ փոխանցվել է Ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի ողջ աշխատավարձը, մնացած գումարը հավելվել է դարձյալ Կարապետյանների կողմից։ Ռադիոտեխնիկ եմ ուզում սովորեմ, կներդրեմ ուսման վարձի ուսման համար։ Մանկատուն ավարտելով այդ օգնություն է ինձ նոր կյանք սկսելու համար։ Կարապետյանների բարեգործությունը մեծ աջակցություն է նրանց ինքնուրույն կյանքի առաջին քայլերը հեշտացնելու համար։ Գումարները մանկատան սաներին հանձնում է Կարեն Կարապետյանի գրասենյակի ղեկավարը։ Այդ գումարները ծախսվել են կամ ուսման վարձի սկզբնական փուլի, կամ եթե ասենք մասնագիտական հաստատությունների, նույնիսկ ամբողջ ուսումնական process-ի ծախսելու համար, եղել են երեխաներ, որոնք գնել են համակարգչային տեխնիկա, նոթբուքեր, որոնք դարձյալ նպաստելու էր իրենց կրթությանը։ Բարերարները շարունակական կապի մեջ են շրջանավարտների հետ, հետևելով նրանց կարիքներին եւ խնդիրներին։ Այս նախաձեռնությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ մենք մենակ ու անտեսված չենք մեր կյանքի ամենակարևոր փուլում, ասում են Կարապետյանների ուշադրության կենտրոնում հայտնված երիտասարդները։ Երբ որ մենք մանկատնից դուրս են գալու, մեզ ինչ-որ բանով օժանդակել է ինչ-որ օգուտ կտար ու շատ շնորհակալ են կազմակերպիչներից։ Բարեգործությունն այս դեպքում ոչ միայն նյութական աջակցություն է, այլև հոգատարություն, ջերմություն եւ վստահություն, հավատ ապագայի հանդեպ, ինչի կարիքը ամենաշատն ունեն մանկատանը մեծացած երեխաները։